Շատերը խուսափում են սրտի կանգի դեպքում մոտենալ եւ օգնել։ Մտածում են սիրտոքային վերակենդանացման տեխնիկայի համար անհրաժեշտ է չափից մեծ ուժ, ֆիզիկական ուժ, եւ երկրորդը մտածում են, որ կարող են վնասել կրծքավանդակը եւ այլ պատճառներ են մեջբերում։ Սակայն սրտի կանգից անմիջապես հետո տուժածի օրգանիզմում սկսում է զարգանալ կլինիկական մահվան վիճակը, որը տևում է 4-ից 6 րոպե։ Դաժամային այն ինտերվալն է, երբ արյան մեջ առկա թթվածինը գլխուղեղի բջիջները կարողանում են յուրացնել։ 6 րոպե անց, եթե գլխուղեղը չստացավ թթվածին, բջիջները սկսում են մահանալ, մեռուկանալ։ Մեր նպատակն է տուժածին պահել գոնե կլինիկական մահվան վիճակում, մինչ շտապօգնությունը կժամանի։ Դրա համար, եթե ձեռքի տակ ունենք արտաքին ավտոմատացված դեֆիբրիլյատոր, որի հավանականությունը մոտ 80% է, կիրառում ենք դեֆիբրիլյատորը եւ հաջորդաբար նաեւ կատարում ենք կրծքավանդակի 30 սեղմումներ, բերանից 2 ներփչումներ, որի հավանականությունը 60% է։ Այսինքն այս երկու կարևոր տեխնիկայի կիրառման միջոցով մենք կարողանում ենք շտապօգնությանը հանձնել տուժած, այլ ոչ թե մահացած մարդու։